Պավելը շատ լավ ասեց ամենասկզբից, որ երբ բաժանումը տեղի ունեցավ եւ կա եկեղեցի եւ աշխարհ կամ բիզնես աշխարհ, իրանք երկուսով ապրում են բավականին տարբեր խաղի կանոններով, եւ երբ որ դու քրիստոնյա ես եւ գտնվում ես այդ աշխարհում, ամենամեծ խնդիրը որ դու ունենում ես, դա քո քրիստոնեական արժեքների կիրառումն է կամ ապրելն է այդ աշխարհում, դա իրականում բարդ է, ով գերակ չէ ձեր մեծամասնությունը դուք աշխարհում եք ապրում, աշխատում եւ երևի իմ հետ կհամաձայնեք, որ այն զիրեմաների առաջ որոնք դուք կանգնում եք գրեթե ամեն օր, իսկ ես ոչ թե ամեն օր, այլ օրվա ընթացքում կարող է 10-ից ավել անգամ կարող է կանգնել, որ դու անընդհատ որոշումներ ես կայացնում, անընդհատ ոչ անընդհատ այդ խնդիրը քո մոտ կանգնած է, բալա ինչ է ասում Աստծո խոսքը այս դեպքում, ինչ կաներ դեր է իմ տեղը, հա, եթե լինեն։ Ինչու եկեղեցին գրավիչ չի բիզնես աշխարհում։ Ինքնին այս թեման ինքը բավականին ինքը ճիշտ է, հենց այդպես էլ կա։ Եկեղեցին ինքը բիզնես աշխարհի համար ինքը հետարքի չի։ Եվ դրան կան պատճառներ։ Այսօր ես մոտավորապես կփորձեմ փակել պլյուս մինուս 10 պատճառ, ինչի է դա այդպես, եւ ձեր համար եւ ես ձեր հետ միասին գոնե նպատակ դնենք դա փոխելու, որ բիզնես աշխարհը գա դեպի մեր պարագայում, հա դեպի Ռեմա եկեղեցի։ Կսկսեմ ամենաառաջի կետից, անհետաքրության բիզնես աշխարհի եկեղեցու համար։ Պատճառներից մեկը նա է, որ ես կարծում եմ, որ բիզնեսը չի տեսնում կապը եկեղեցու հետ։ Բիզնես մարդու համար պատկերացրեք ձեզ վերեմ մի հատ օրինակ։ Դու աշխատում ես պետակում, ունես պետակում օրինակ մի հատ վաճառակետ, դու կիրակի գալիս ես կամ պետք է գաս եկեղեցի, եւ երկուշաբթի օրը դու հետ ես վերադառնում պետակ, քո առևտրի կետը։ Ինչ եմ ես փորձում ասել, որ բիզնես մարդու համար, ով դրանով զբաղվում է, շատ դեպքերում կապը իր երկուշաբթի օրվանից սկսվող կյանքի եւ կիրակի օրվա միջև այդ կապը գոյություն չունի։ Իմ զգացողությունները, որոնցով ես մեկ ինքս եմ ապրել, դա նա է, ոնց որ դու ապրես երկու զուգահեռ իրականության մեջ։ Երկու universe-ը, որը ապրում է, գնում է զուգահեռ, եւ դու անընդհատ այդ երկու իրականությունների միջև դու թռնում ես։ Դու կիրակի օրը թռնում ես այս իրականություն, ապրում ես Կարենի հետ իր քարոզներում կամ Ռեմայում, որը քարոզում է, հետո երկուշաբթի օրը դու թռնում ես երկրորդ իրականություն, որը որ ապրում է այլ կանոններով, մխիթարում է քեզ դրանով, երևի դու դա ընդունում ես, որ ասում ես, երևի դա է ճիշտ, երևի սենց պետք է լինի, ու մեկ գնում ես կոմպրոմիսի արժեքային համակարգում։ Դա օքեյ է, կիրակի օրը ես կապրեմ մի խաղի կանոններով, երկուշաբթիից ու փաթ կամ շաբաթ օրերը խաղի կանոններս փոխվելու են։ Ես ընդունելու եմ այն խաղի կանոնները, որը թելադրում է իմ ընկերությունը կամ բիզնեսը, որտեղ ես աշխատում եմ, իմ ղեկավարը եւ այլն եւ այլն։ Ես մի քանի տեղեր, որ մենք արագ իրար հետ անցնելու ենք, ես ուզում եմ որ կարդանք, որտեղ ինչ էլ ես ասեմ, իմիջիալուց ես մի բան ասեմ, որ չսիրածս բանը լինել քարոզներին, որտեղ որ Աստվածաշնչի մասին այդքան չեն խոսում։ Ես այսօր լիքը մեկ տեղեր եք Աստվածաշնչից նայելու, ես ձեզ ապացուցելու եմ, որ Աստվածաշունչը խոսում է բիզնեսի մասին։ Ու ինքը օգնում է մարդկանց, որոնք որ աշխատում են եկեղեցուց դուրս, ուղղորդելու, ինչ անես եւ ինչը չանես։ Լավ, ուրեմն սկսենք իրար հետ, գնանք Կողոսացիս 3:23, ինչ որ անեք, սրտանց արեք, ինչպես կանեք Տիրոջ եւ ոչ թե մարդկանց համար, իմանալը որ Տիրոջի ժառանգության հատուցումը կստանաք։ Տերը հոգ է տանում աշխատանքի համար։ Այսինքն, երբ որ ես ասում եմ աշխատանք, դա ձեր ամենօրյա աշխատանքն է, որը դուք գումար եք վաստակում։ Եվ Աստվածաշունչը շատ հստակ այս տեղում Պողոսը ինքը ինչ է ասում, որ ինչ որ դու անես, արա դա այնպես ինչպես որ դու կանես Տիրոջ համար։ Ես շատ եմ լսում, երբ որ ինձ մոտենում են ասում են լավ, ես ստանում եմ 200-250 հազար դրամ աշխատավարձ,
150,000 դրամ աշխատավարձ այդքան կարևոր չի։ Գումարը, որ ես հիմա ասում եմ, մենք Երևանում այդ համարվում է ոչ բարձր։ Դες միջին աշխատավարձի եկեք վերցնենք 500-600-ի միջակայքն է, մինչև 500,000-ը դա ցածր աշխատավարձ է համարվում։ Եվ խոսակցություն եմ ունենում, օրինակ ասում եմ ամենայն հարգանքով, բայց դա իրականություն, տնտեսական բոլոր իրավիճակը Երևանի եւ Հայաստանի հաշվի առնելով։ Բայց կետս դա չի։ Գալու ասում են, լավ, ես այսքան ստանում եմ 100,000, ոնց մոտիվացվեմ, ոնց անեմ իմ աշխատանքը լավ, չեմ ուզում, ես շատ դեպքերում, շատ դեպքերում չէ, բայց որոշ դեպքերում ես տեսում եմ, որ գիտեմ, որ մարդը քրիստոնյա է, եւ իր աշխատավարձի կամ եկամուտի պատճառով ինքը վատանում իր աշխատանքը։ Բացատրելով դա, որովհետև ինձ բացատրում են վատ, հետևաբար պետք է ինձնից ակնկալել վատ աշխատանքի որակ։ Այն դեպքում, որ Աստվածաշունչը շատ հստակ կարգադրում է անում, անկախ նրանից քո բացատրությունից, ինչ որ դու անում ես այնպես, ինչպես որ կանեիր Տիրոջ համար։ Եթե ձեզ թվում է, օրինակ, ես լինելով որպես գլխավոր տնօրեն նման գայթակղությանը չեմ ենթարկվում, ձեզ սխալատվում, որտեղ ես որպես գլխավոր տնօրեն համեմատվում եմ այլ գլխավոր տնօրենների հետ, նման գործարանների, պլյուս մինուս գիտեմ իրանց բարձրացությունները, մենք իրար բարձրացությունները շուկայում դու գիտես, ես ըստ ոլորտների, չգիտեմ, մեկը ստանում է, պայմանական եմ ես թվերը ասում, $15,000 ամիսը, մյուսը 20, մյուսը 50, ես գիտեմ լույս մարդիկ ամիսը 100,000, Երևանում դա հնարավոր է, մարդիկ դա ստանում են։ Ու դու օրինակ պատկերացնում գտնում ես այս ցածրում, ասում ես լավ, որն է իմ մոտիվացիան, որ ես աշխատեմ նույն ձևով ինչ որ մնացածում։ Ու երբ որ ինձ է գալի դա, պատասխանը որ ես ստանում եմ, ես պիտի աշխատեմ ամեն առավոտյան, որ դուրս եմ գալի ժամը 8-ին աշխատանքի, մտնում եմ գրասենյակ իմ մոտ օֆիս, ես աշխատում եմ Տիրոջ համար։ Իմ ղեկավարի համար իմ աշխատանքը այնպեսին է, որ ես ծառայեմ Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Չկա ուրիշ ոչ մի մոտիվացիա։ Մնացած բոլորը իրանք ունենալու են փոքր դեղի նման ազդեցություն, բոլոր այլ մոտիվատորները։ Իրանք ես այսպես էներգիա կտան, օրինակ, բայց կան մարդիկ, որոնք որ 80,000 են ստանում, ես 150 եմ ստանում, ես մի քիչ ավելի լավ եմ, ու դու քեզ այդ մի քիչ մոտիվացիան տալիս է, բայց ինքը երկար չի դիմանա, մինչև այդ օրվա երեկոն, երբ որ մտնես մոտակա MG խանութը առևտուր անելու, ու քեզ արդեն դժվար է լինելու, ծառայի դու սարի աշխատանքի ամեն օր, եւ արա այն քո աշխատանքը այնպես ինչպես որ դու կանես քո Տիրոջ համար, մեր Տիրոջ համար, Հիսուս Քրիստոսի։ Աշխատանքը ինքնին դա դիզայն է արվել եւ ստեղծվել է մեր Աստծո կողմից։ Ծննդոց 2:15, եկեք իրար հետ գնանք։ Դա այն գլուխն է, որտեղ որ Աստված ստեղծագործությունների գլուխն է, հա, որտեղ Աստված ստեղծում է ամեն ինչ որ պետք է բնակեցնի երկիրը, հետո ստեղծում է մարդուն, միակ իր արարչությունն է, որին ինքը անվանում է, որ իրան հայերեն ես, ու ես ներողություն եմ խնդրում այդ բառի համար, իրան դզում է, ինքը ասում է շատ լավ է, բոլոր ոչ մի արարչությանը ինքը նման ձևակերպում չի տալի, հասնում է մարդուն, ասում է ինձ դուր եկա, վաու, եբրայերեն բառը, որը դա օգտագործվում է, վաուն է անգլերեն, այդից իրան դուր է գալի իր արարչությունը, եւ հանձնարարությունը, որ ինքը տալիս է մարդու 15-րդ գլխում, եւ Տերը Աստված վերցրեց մարդուն եւ դրեց հետևի պարտեզը, որպեսզի նա այն մշակի ու պահի։ Նորից եմ կրկնում։ Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն եւ դրեց ետևի պարտեզը, որպեսզի նա այն մշակի ու պահի։ Դա հստակ հանձնարարություն էր Տիրոջ ամենասիրված արարչության նկատմամբ։ Գործ։ Գնա աշխատի։ Դա քո գործն է, ինչ որ դու պետք է անես։ Լսեցիք տղեկ։ Հետևաբար բոլոր ես մեծացել եմ օրինակ Կարենը երևի կհասկանա, ես մեծացել եմ մի միջավայրում, եկեղեցական միջավայրում, 90-ականների և 2000-ականների զրոյականներին, երբ որ քրիստոնեական աշխարհում եկեղեցու ներսում, կարող է Ռեմայում դա այդպես չի եղել, բայց կյանքի խոսքում այդպես է եղել, կար վախ դեպի աշխարհ գնալու ընդեղ աշխատելու, ու կար մեծ սեր մնալու եկեղեցում և աշխատելու ստեղ, ակվարիումի մեջ, մարդիկ իրոք վախենում են, ամեն ինչի պատրաստ էին, կյանքի խոսք եկեղեցին բարձր չէին աշխատավարձները, բայց մոտարապես 200-ից ավել աշխատող ուներ աշխատավարձով։
դա մեծ թիվ է, ես չգիտեմ, բայց աշխատակ գնալ եւ աշխարհում աշխատելը ինքը տենց ամեն մեկի այդ ես ձեզ նորից եմ ասում 90-ականների վերջեր 2000-ականներ, հա, 0-ականները իրավիճակը հիմա բոլորովին այլ է, բայց ես մեծացել եմ այդտեղ։ Ես ունեցել եմ եղբայրներ ինձնից մեծ, որոնք որ գերադասում էին մնալ եկեղեցում աշխատել միսիոներ կամ եկեղեցու ներսը լինել ինչ-որ աշխատող, բայց ոչ գնալ դեպի դուրս։ Հիմա ես ձեզ ասում եմ, ես շատ կուզենայի, որ այս խոսքը այն ժամանակ քարոզվեր մեզ եւ ասել, որ անկախ նրանից թե ինչպիսին աշխատանք, ամենահարգանքով մարդկանց, որոնք որ իրանց ժամանակը նվիրում են Տիրոջ տանը աշխատելով, բայց յուրաքանչյուր աշխատանքը ինքը դիզայն է արված, ստեղծված է Տիրոջ կողմից։ Եվ դա եղել է հստակ կարգադրություն Ադամին եւ Եվային անելու Եդեմի պարտեզում։ Ամեն։ Ամեն։ Բոլորի իմաստությունը բիզնեսում կամ աշխատանքում հաջողության հասնելու համար գալիս է Տիրոջից։ Եկեք երկրորդ օրինաց, եթե չեմ սխալվում հայերեն այդպես է կոչվում, այո։ 8-րդ գլուխ 18-րդ խոսքը դրան։ Այլ հիշիր, ստեղ Մովսեսին է տրված խոսքը եւ ինքը հետո շարային հիշի քո Տեր Աստծուն, որովհետեւ նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը։ Հարստությունը ձեռք բերելու համար ուժ տվող ուժը գալիս է Տիրոջից։ Ես ես մի բան ասեմ։ Բայց ես ես խնդրում եմ ինձ պետք է շատ ճիշտ հասկանալ, բայց նորից ես controversial բան եմ ասելու ձեզ։ Ինձ պետք է գնալ եւ սովորել Անգլիայում, ինչը որ ես ավել եմ Օքսֆորդի համալսարանում բիզնես դպրոցում եմ սովորել։ Դա աշխարհի լավագույն դպրոցն է, ամենահին համալսարանը աշխարհի, Օքսֆորդի համալսարանն է, որ հասկանա, որ դա բավարար չի եւ պարտադիր պայման չի աշխարհում եւ բիզնես աշխարհում քրիստոնյայի համար հասնելու հաջողության։ Աստված ինձ ապացուցեց, որ դա ինձ բավարար չի, որ ինձ որպես քրիստոնյայի համար միակ օրհնության, իմաստության եւ ուժի աղբյուրը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Սրա վերջակետ եմ ես այնտեղ դնում։ Օքսֆորդից հետո ես դադարեցի կարդալ նորից, ես խնդրում եմ չգնալ ծայրահեղությունների, դա իմ անձնական հայտնությունն է։ Ես դադարեցի կարդալ բիզնես գրքեր։ Միակ գիրքը, որ ես մտնում եմ իմ գրասենյակ ամենառավոտ, իմ օգնականը գիրքը, որ ես մտնում եմ, ինձ կես ժամ պիտի չխանգարեն։ Ես կարդում եմ Աստվածաշունչ։ Մոտավորապես 10-15 րոպե կարդում եմ Աստվածաշունչ, մտնում եմ առանձին սենյակում եմ, մտնում եմ աղոթում եմ Տիրոջ առաջ, ծնկներիս վրա, հետո դուրս եմ գալու նոր սկսում եմ իմ աշխատանքը։ Դա միակ բանն է, որ ինձ պետք է, որ ես ունենամ հաջողություն, կամ կարողանամ իմ բաժնի Տիրոջը, իմ ղեկավարին, ում ես ենթարկվում եմ, բերելու հաջողություն, որտեղ ինքը ինձ է վստահել շատ մեծ գործարան։ Հայմիջարից ես չասեցի երևի, հա, ինչ որ հիմա զբաղվում։ Մենք Երևանում կառուցում ենք Եվրասիա մայրցամաքի, Եվրոպա պլյուս Ասիա ամենամեծ հրուշակեղենի ու շոկոլադի գործարանը։ Տենց Ալա Վիլի Վոնք, բանի մեջ է, ով դա նայել է ֆիլմը, շատ մեծ է, 40 հեկտարի վրա, որից գործարանը 25 հեկտար է, օրեկան քայլում է միջինում 10 կիլոմետր, որ հասնում են Պայեստից Պայեստ, վարչական շենքը եւ այլն, ու հենց այս պրոյեկտի համար են ինձ բերել Հայաստան, առաջարկ են արել, ամեն օր չես բացում նման չափի մեծ գործարան։ Տեցիկրուկ, ով Երևանում ապրում է, Տեցիկրուկ կոչված այդ վայրում, այո, Վելարը գրուպ ընկերությունն է, իսկ Վելարը գլխավոր տնօրենն է։ Մենք ընկերությունը դեռ արտադրություն չի տալիս, ես պլանավորում եմ առաջի արտադրանքը տալ մյուս տարվա 2-րդ երամսյակ, 3-րդի սկիզբ, ամառվա հունիս-մայիս ամիսներին, որ հասկանանք ինքը ինչքան մեծ է, մենք 3 օրում արտադրելու ենք, ի վիճակի ենք լինելու արտադրելու տարեկան Հայաստանի Հանրապետության շոկոլադի սպառումը։ Սպառումը նորից, սպառում նշանակում է ներսը արտադրված եւ ներկրված, ինչքան որ սպառվում է։ 3 օրում արտադրելու ենք, մնացած 300-քանի օրը, 362 օրը
չեք իմանալու, չէ, բարձրավոր գործարանը բացում ամբողջությամբ արտահանվելու համար եւ մենք նայում ենք դեպի դուրս։ Բայց կետս որն է, որ նույնիսկ նման մեծ պրոյեկտի իրագործելու համար եւ բացելու նման գործարան ես ամենայն անկեղծությամբ եմ ձեզ ասում եւ ձեր դիմացի կանգնած եւ ասում եմ միակ իմ հույսը եւ իմաստությունը որ ես ամեն օր ստանում եմ որ տանեմ այդ գործարանը դեպի բացման դա գալիս է Տիրոջից Աստվածաշունչը կարդալուց դուք չեք պատկերացնում Աստվածաշունչը ինչպեսի գանձեր ունի մարդկանց կառավարման ֆինանսների կառավարման ոլորտում մենակ դեպի ուզենաք ու սիրեք դա կարդալ ու ժամանակ ծախսեք դրա վրա Եվ հետևաբար մենք բոլորս, ովքեր որ աշխատում ենք աշխարհում, եթե դու ձեռնարկատեր ես, իմաստեղ ներկայացնում ես քո բիզնեսը, կեցես իմիջիալոց, միշտ ուզեցել եմ դառնալ ձեռնարկատեր, բայց դեր ինձ միշտ պահում եմ մենեջերի կարգավիճակում ուրիշի համար աշխատելու, երևի մի օր ինձ էլ կօրհնի ու կտեղափոխի դեպի ձեռնարկատիրական ոլորտ, բայց մենք կողքի վրա չենք Տիրոջ աշխատանքի մեջ երկրագնդի վրա մենք մասն ենք, որտեղ աշխատանքը առողջություն, որտեղ աշխատանքը ինչպես տեսանք ստեղծված է Տիրոջ կողմից։ Երկրորդ կետը, որի մասին ես հիմա խոսամ, ինքը մի քիչ տենց, գիտեք, եթե չեմ սխալվում, դա CNN-ն է, ինքը ունի մի հատ հաղորդում ինքը կոչվում է Hard Talk, Ռուբեն Վարդանյանի վերջին ինտերվյու, որ ինքը տված է, չգիտեմ, եթե լսել եք անգլերեն լեզվով էր տվել, հենց բլոկադայի մեջի Ստեփանակերտում, հենց Hard Talk-ին են, որտեղ ես տալիս են շատ դժվար հարցեր։ Հիմա այն ինչ որ ես հիմա կասեմ, ինքը այդ Hard Talk-ի կատեգորիայից է։ Ես կարծում եմ, որ եկեղեցին, ներկայիս եկեղեցին, ինքը կորցրել է իր մարգարեական ձայնը և դիրքը ազնվության մեջ։ Ու ինչ որ ես հիմա ձեզ ասելու եմ, ես խնդրում եմ շատ ուշադիր լսեք։ Integrity and character. The church has lost its prophetic voice on integrity and character. Մենք բոլորս, ովքեր որ եկեղեցում չենք, այլ բիզնես ոլորտում ենք, շատ ուշադիր ենք, շատ, ես ինքս այդպիսին եմ։ Ես միշտ նկատում եմ, թե ոնց է ծախսում եկեղեցու գումարները, որտեղ ես կառավարում եմ փողեր մեծ։ Եվ կարողանում եմ նկատել, տեսնել։ Եվ ոչ միայն ես եմ այդպիսին, ես ձեզ վստահեցնում եմ, յուրաքանչյուր մարդ, ով զբաղվում է կառավարման մեջ է, բիզնես ոլորտում աշխատում է, ինքը դա տեսնում է։ Եվ ես շատ եմ տեսել դեպքեր, երբ որ ոչ միայն Հայաստանում, եւ Հայաստանից դուրս, երբ որ եկեղեցին մտածում է, որ եթե ազնվությունը կամ թափանցիկությունը իր մասնակիցների հետ ինքը դա չպահի, մարդիկ դա կտանեն, դա իրանց համար լինելու է օքեյ։ Բայց շատ սպეციფիկ բիզնես ոլորտի մարդկանց համար դա այդպես չի։ Ես տեսել եմ դեպքեր ու շատ եմ, երբ որ մարդիկ դուրս են, բիզնեսմենները դուրս են գալի եկեղեցուց, երբ որ նկատում են, որ եկեղեցին կանգնում է լինել թափանցիկ եւ ազնիվ։ Նամանավանդ գումարների հարցում։ Եվ ես հիմա կբերեմ ձեզ Աստվածաշնչից հիմնավորումներ։ Եկեք գնանք Առակաց 11:1։ Բիզնես ոլորտը ինքը շատ հազվադեպ մանավանդ արևմուտքում, Հայաստանում դա այդպես չի, բայց արևմուտքում դա շատ հաճախ է լինում։ Ես Առակաց 11:1 տեսնում եմ, թե մանիպուլյացիաները խոսքի մեջ, այն որ քարոզում է բեմից, կոռուպցիան, ոչ հաստատում քայլեր, այսօր մի բան ասվում, հետո դա փոխվում է հաջորդ օրը։ Բիզնես ոլորտը դրան շատ զգայուն է, որովհետև ինքը ապրում է դրա հակառակ կանոններով։ Եվ երբ որ ինքը տեսնում է, որ այն տեղը, որտեղ որ ենթադրվում է, որ այդպես պետք է չլինի, ու ինքը դա հակառակն է տեսնում, դա միանգամից պատնեշ է ստեղծվում։ Եվ տրամաբանությունը եւ վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ հետեւյալն է դառնում։
երևի եկեղեցուն դա թույլատրվում է, օքեյ, ես կթողնեմ իմ կին երեխեքը թող գնան, որ երևի շատ մեղքերով չզբաղվեն, բայց ես ոչ, ինձ համար անհասկանալի է։ Ինչ է ասում Առակաց 11:1-ը, Տերը ատում է ոչ ճիշտ քշերքը, այո, ազնվությունը և մաքրությունը գումարների հարցերում ինքը պետք է լինի համար մեկ ըստ ինձ պրիորիտետներից մեկը եկեղեցում։ Ես չգիտեմ ձեր տեսակետը ինչպիսին է, ես տեսել եմ հակառակներ և եղել եմ եկեղեցիներում, որտեղ շատ զգուշորեն են դրան մոտեցել և շատ թափանցիկ են եղել, և տեսել եմ, թե ինչքան լավ է դա աշխատում, թե ոնց է դա ձգում մարդկանց դեպի եկեղեցին, և որ դու բաց թափանցիկ խոսում ես, ասում ես, սա մեր ծախսերն են, այսքան եղել է հավաքված եկեղեցու կողմից։ Նամանավանդ դա ձգում է շատ մարդկանց, ովքեր բիզնես ոլորտում են, որտեղ դու խոսում ես իրանց մտածելակերպով և լեզվով իրանց հետ։ Նույն առակացում մնամ, 22 գլուխ առաջի խոսքը։ Միշտ ազնվությունը ինքը քաշում է դեպի իրան respect, արգանքը։ Ինչ ասում 22-ի մեկը։ Այո, 22-1։ Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքը արծաթից ու ոսկուց ավելի լավ է։ Ամեն 22-1, Առակաց 22-1։ Նորից բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքը արծաթից և ոսկուց ավելի լավ է։ Եկեղեցու լիծերները և երբ որ ես ասում եմ եկեղեցու լիծերները, իհարկե խոսքը գնում է հիմնական մարդկանց, ովքեր որ մոտենում են բեմից, ամբիոնից և քարոզում են, իրանք միշտ պետք է լինեն, դա պարտադիր է, որևիցին նախատիքից ավել բարձր։ Եվ դա հստակ կարգադրություն է նաև եղել Պողոսի կողմից։ Եթե օրինակ գնանք առաջի Տիմոթեոս 4:12 խոսքը, թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարի, այլ հավատացյալներին օրինակ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ։ Տիմոթեոսը ինքը բավական երիտասարդ հովիվ էր և Ասիայի ամենամեծ եկեղեցու հովիվն էր։ Որոշ պատմաբաններ ասում են, ես չեմ կարող Կարեն ավելի լավ կիմանա, որ եկեղեցին հասնում էր մինչև 100,000 մեմբերի։ То есть նման արտություն ինքը Եփեսոցում է։ Իսկ 200,000-ի ասում եմ։ Դու թիվը պատկերացնում եք, չէ՞, ինչ մեծ թիվը։ Ու երիտասարդ տղա է, ու այս նամակը իրան գրում է առաջ Տիմոթեոսը, եթե չեմ սխալվում Պողոս արդեն բանտարկված էր, երբ գրել է այնտեղ։ Որ քաղաքը ինքը մոտ 500,000 է։ Լսեցիք։ То есть Եփեսոց քաղաքը 500 միլիոն բնակչություն ունի, պլյուս մինուս, որից եկեղեցին 100-ից 200,000-ի միջակայքում է։ Ամեն երկրորդը քրիստոնյա է։ Եկեղեցու անդամ է, ոչ թե ուղղակի քրիստոնյա է, նույն եկեղեցու անդամ է։ Եփեսոց քաղաքում, որը հիմա գտնվում է Թուրքիայում, կան տուրեր, որ քրիստոնյա հովիվներ անցկացնում են, ու որ գնանք մինչև հիմա պահպանվել են տների դիմացը քրիստոնյաների նշաններ, իրանք նշաններ ունեին, որ իմանային, որ այս տանը ապրում են քրիստոնյաներ, բայց պոինտը որն է։ Պողոսի կարգադրությունը Տիմոթեոսին, այն ժամանակվա ամենամեծ եկեղեցու հովիվ, որը երիտասարդ տղա է, ու որը կարիք ուներ մխիթարության, մարդուց, ով արդեն բանտարկված էր։ Պողոսը բանտարկության մեջ դուխ էր տալի, մանավանդ երկրորդ Տիմոթեոսը, որ կարդաք, вообще բան է, իմ համար շատ ծիծաղալու է, թե ոնց է ինքը դուխ տալի մարդուն, ու լինելով բանտարկված ու հասկանալով, որ դա իր վերջի դուխն է, և ինքը գնում է դեպի իրան սպանելու են։ То есть ինքը դատապարտված էր Հռոմում արդեն, եթե չեմ սխալվում Հռոմում, իշխանությունների կմահապարժի։ Եվ ինքը ինչ ասաց Տիմոթեոս, եղիր օրինակ, քո ազնվությամբ։ Ինչ էր դա ասում, որտեղ ինքը հասկանում էր դրա կարևորությունը։ Եկեղեցին առանց այդ ազնվության և թափանցիկության երբեք ազդեցություն չի ունենալու լուրջ աշխարհի վրա և բիզնես ոլորտի վրա, դա փաստ է։ Ով բիզնեսում աստեղ և
դուք երևի կհամաձայնեք, թե ինչքան դա կարևոր է սուտ չխոսալը։ Իմ համար դա շատ կարևոր է։ Ես միշտ իմ թմակիցների, ես ունեմ մոտավորապես 15 ղեկավար, որը ենթարկվում է ինձ դեպարտամենտներ, բաժին, վարչություններ, ես միշտ իրանց ասում եմ, միշտ բերեք ճիշտ նորություն, անկախ նրանից դա ինձ դուր է գալի, թե ոչ։ Մի նայեք մարդու էմոցիաներին, լինեք եղեք ագնոստիկ, դիմացինս նայում ես դիմացինին, ագնոստիկ եղեք իր էմոցիաներին, բայց միշտ դուր շիտակ ճիշտ ինֆորմացիա։ Դու միշտ դրանից շահելու ես, մանիպուլյացիան ու սուտը, ինքը քանդում է ինչպես եկեղեցին, այդպես էլ բիզնեսը քո։ Կարող է կարճաժամկետ ու ինչ-որ շահույթ ունենաս, բայց միջին եւ երկարաժամկետում դու միշտ վնասվելու ես։ Ես հավատում եմ, որ դու Աստծուց ես խոսում ես եւ բաների մասին, որոնք նաև քննարկում ենք եւ խոսում ենք ինչպես ամենին եւ ունեցած մարմարավերներից կապված պետության եւ կապված օրենքների եւ եկեղեցու ֆունկցիաների իրականացնելու երեք բաներ կան, որոնք իրար հետ պետք է աշխատել, որպեսզի հնարավոր լինի ինտեգրիտի բարձրացած թափանցիկությունը եկեղեցու։ Գործողությունները պետք է համապատասխան հնարավորություն տան դրան, պետական միջավայր ապահովություն տանել դրա համար եւ եկեղեցու առաքելություն իրականացնելու այդ հնարավորություն պետք է ունենա։ Այս երեքը իրար հետ լարվածություն են ստեղծում ու շատ կարևոր թեմա է մեզ համար, հենց հիմա այդ թեման շատ կարևոր է։ Մերսի որ գիսում եք։ Ես համաձայն եմ Կարենի հետ, շատ պահանջված բանաճում է այս բանին, այս պարագայում, որովհետև ես զարգանալու հետ մեկն դրա կարիքը շատ է ու դա մի բան չի, որ մեզանից հերժ գալինելու, ես կարծում եմ ցանկացած քրիստոնյա, որ իրան համարում է պրոգրեսիվ եւ իր կյանքը ուղղակի բան չի դիտարկում, պատա որ այս ամեն ինչը ուսումնասի, որովհետև շատ մեծ մարտահրավերներ են սպասում։ Այո, մարտահրավերը ամենամեծ, մենք բոլորս պատրաստում ենք Տիրոջ երկրորդ գալուստը։ Չկա ավել ամենամեծ։ Ես ամբողջ սրտից ցանկություն ագոնե իմ սերունդի մեջ, մեր generation-ը մեր տեսնի Տիրոջը։ Հացա դա այդքան է լավ չի, որովհետև պատմականորեն եւ այն ինչ որ պետք է քրոնոլոգիան տեղի ունենա, դա այդքան լավ չի, բայց համաձայնեք որ դա մեծ բան է եւ տեսնել քո աչքերով Տիրոջ գալը երկնքից երկրորդ անգամ, հա։ Եվ անկախ նրանից դու եկեղեցում ես, դու աշխարհում ես, մենք բոլորս ամեն ինչ աշխարհը եւ պատմությունը շարժում է դեպի Տիրոջ երկրորդ գալստին։ Միշտ իմացեք, այն ինչ որ դուք տեսնում եք, ամեն ինչ գնում է դեպի այնտեղ։ Ակնկալել որ կլինի ավելի լավ, մի երեք այդքան նայեք։ Դա միամտություն է, ավելի լավին չի գնալու, բայց մեր քրիստոնյաների համար գնում է ամենալավին, մեր Տերը գալու է։ Ամեն։ Չորրորդ կետը։ Շատ ժամանակ եկեղեցին ինքը չի հասկանում իրական մարտահրավերները, որոնք ունենում են ձեռնարկատերերը եւ բիզնես մարդիկ։ Մենք, ես, դուք, ովքեր որ բիզնեսում են, աշխատում են ուրիշի համար, մենք ինչպիսի իրավիճակի մեջ ենք, ինչ պայմանների տակ ենք աշխատում։ Մենք վերցնում ենք ռիսկ։ Մենք մեծ ճնշման տակ ենք։ Ես ինքս օրինակ գտնվում եմ իմ բաժետիրոջ ճնշման տակ, հասարակության, աշխատակիցների, որտեղ հարյուրավոր մարդիկ են ենթարկվում, պետությունը, որտեղ ես շփվում եմ պետության հետ նաև շատ, խմբերը, որոնց հետ դու առնչվում ես եւ առերեսվում ես, իրանք տարբեր են, բոլորը ինչ-որ ակնկալիքներ ունեն քեզանից, ու դու պետք է այդ բոլոր ակնկալիքների մեջ բալանսավորես։ Այո, բայց գալիս ես եկեղեցի եւ շատ ժամանակ ու դիլեմաները, որոնք դու ունենում ես, ու ես նկատել եմ, որ մեկ-մեկ լինում է, որ դու գալիս ես եկեղեցի եւ եկեղեցին այն ինչ որ քարոզվում է բենից, ինքը չի տալի պատասխանը, թե դու ոնց այդ մարտահրավերների հետ գործ ունենաս։ Ես չեմ ասում միշտ, բայց պատճառներից նաեւ մեկը նա է, որ եկեղեցին ինքը պետք է օգնի, որովհետեւ եթե ոչ եկեղեցին ապա ով։ Եթե ոչ եկեղեցին ինձ օգնի, որ ռիսկ վերցնելուց ես ինչ պիտի անեմ, ոնց ես պետք է
որտեղ գտնեմ իմ մխիթարությունը, հանգստությունը, պատկերացնում եք, չէ՞ որ դու ռիսկ ես գնում ես ինչ-որ մի գործարքի, որը ռիսկային գործարք է։ Մարդ կարա ես ունեցել եմ նման դեպքեր, ես իմ քունս կորցրել եմ, ես չեմ կարացել քնել, ճնշման տակ, մտքերի տակ, որտեղ դա բազմամիլիոնանոց գործարք էր եվրոյով, 10 միլիոնից ավել, ու ես իմ պատասխանատվությամբ եմ դրա դեպքում։ Ու դու ինչ ես ակնկալում որպես քրիստոնյա, որ գալիս ես եկեղեցի, որ քեզ կասեն, որ մի վախեցի։ Մեր օրհնությունը եւ հույսը սարերից էր, ինչպես ասում էր Դավիթը, Տիրոջից։ Ամեն։ Ելից 18-րդ գլուխ, 17-ից 23-րդ խոսքերը։ Ես հիմա բերում եմ ձեզ օրինակներ, թե ինչպես Աստվածաշունչը շատ հստակ պատասխանում բիզնես հարցերին։ Մովսեսը շատ բավականին մեծ, իմիջիալը շատ հետարքի ֆիգուրա, պատմական շատ հետարքի ֆիգուրա Մովսեսը եղել։ Եթե առանցին ժամանակ ունենակ, մի ուսումնասիրեք, տիպեր, ուժ եմ ասում, նա կտրված իր ընտանիքից, դեպոր իրան տերը կանչում է դեպի Եգիպտոս, իր երեխաներ, եթե չեմ սխալվում տղա ուներ, կնոջը թողնում աներոջ մոտ, ու գնում է Եգիպտոս, ու ինքը մի անգամ է տեսնում իրանց։ Երբ որ իրանք դուրս են գալի, անցնում են ծովը, աները վերցնում է աղջկան ու երեխեքին, բերում է մոտ, ինչքան գիտեմ 1 թե մի քանի 2 օրը, ու հետո էլի հետ են գնում։ Ու ինքը էլի շարունակում է իր 40 տարվա ճանապարհը։ Երիտասարդ, մեծացած Եգիպտոսում փարավոնի ընտանիքում, աղջկա կողմից, իմիջիալոց հիմա պատմականորեն փաստեր են գտել են փարավոնին ու մորոք Մովսեսը մեծացել է։ Եվ այդ մեծ ելիցի մասին կա փաստավավերագրական փաստեր, որ եղել է դա, հրեաները լեղավորում էին, եւ իմիջիալոց ամենահին գրությունները, որտեղ որ հրեա ազգը հիշատակվում է, հենց պապիրոսներն են եգիպտական։ Դրանից հին հիշատակում այդ ազգի չկա, գոնե մինչև հիմա այս պահին հիշատակված չի։ Եվ իր վրա շատ մեծ ճնշում էր դրված։ Դու պատկերացնում եք, չէ՞, որոշ գիտնականների կողմից Եգիպտոսից դուրս է եկել մոտավորապես 2-ից 3 միլիոն մարդ։ Թիվը դու պատկերացնում եք, չէ՞։ 2-ից 3 միլիոն մարդ, որովհետև մենակ տղամարդ եղել է մոտավորապես 600,000։ Հա, Հայաստանի plus երեխեքով, այդքան մարդ իր հետևից ինքը մենակով քայլում էր, հետևից 3 միլիոն մարդ դուրս էր գալի Եգիպտոսից։ Դեպի ուր անորոշություն։ Եվ կարգադրությունը, որը այստեղ Տերը տալիս է Մովսեսին, եւ բեռը մեծ է, համաձայնեք որ շատ մեծ բեռ է։ Դες մենակ Տերն է եւ իրան բարեւորդ մարդը չցնդի էլի։ Նշվել ես ինչ վիճակում ես գտնել։ Ենել են թվեր։ Հա, ինչ ասում, անդրիկ կարող մարդկանց։ Հա, չէ, կարող է 3 միլիոնի խոսալ։ Ինչ կարգադրություն է տալի Տերը այս խոսքերում Մովսեսին, գտի կարող մարդկանց եւ նշանակի իրենց լիդերները։ Դες ինչա Տերը հասկացել է, որ կառուցվածքը, որ մենք ընկերություններում org chart ենք, դա organizational structure ենք դրա անվանում, կառուցվածքը, դա եկել է Տիրոջից։ Այդ կարգադրությունը եղել է Տիրոջից Մովսեսին։ Երբ որ ինքը հասկացել է, որ մեկ մարդու դա բանը չի։ Երկրորդ, այսինքն եթե դա բնական էր բոլորի համար, ինքը Եգիպտոսում մեծացել է դիմանար, որ դա կարող անի, բայց ինքն դեռ չի բերում այդ իմաստությունը, այսինքն դա նոր տրվող իմաստություն է։ Այո, ամեն։ Մովսեսի բեռը շատ էր եւ ինչ ասում իրան Աստված, ընտրում ես կարող մարդկանց եւ իրանց նշանակում ես լիդերներ։ Ամբողջությամբ քո վրա բեռը մի բայ։ Ինչը այն օրինակները, որ ես հիմա ձեզ ասում եմ, ես ցույց եմ տալի, որ Աստվածաշունչը կառավարմանը վերաբերվող հարցերի պատասխան ունի։ Նույնիսկ Հիսուսն է խոսացել դրա մասին։ Հիմա ամենայն հետաքրքիրը, ամենայն սիրած, որպես ընկերության ղեկավարը ձեզ ասում տեղերից մեկը, որը Հիսուսին է վերաբերվում։ Ղուկաս
14-28-ը, որովհետև ձեզանից ով է որ կամենա աշտարակ շինել, աշտարակ, քաղաք, շինարարություն, գործարան եւ նախ չնստի, ծախսը չհաշվի, թե ավարտելու համար բավական միջոց ունի։ Պատկերացնում եք Հիսուսն է դա ասել։ Այո, այո, հաշվային պլանն է ինքը ներարկել նույնիսկ։ Ձեր մտքով դա ասում է։ Ու Հիսուսը դա երբ որ դիմում էր իր աշակերտներին եւ որ ասում էր, ինքը ենթադրում էր, որ դա նորմա է, դուք այդպես պետք է անեք, որտեղ հարցականով աստեղ դա ասում։ Եվ ինքը հետո շարունակում է այդ արկիրակահավեկան, գուցե երբ ինքը գցի եւ չկարողանա ավարտել, բոլոր տեսնողներին սկսեն նրան ծաղրել ու ասել, այս մարդը սկսեց ու կառուցել, բայց չկարողացավ ավարտել։ Տերը պատասխանում է նախահաշվի, շատ լավ օրինակ է, շինարարական։ Փաստորեն Աստվածաշունչը ասում է, որ դու միշտ պետք է դա անես։ Գործը սկսելուց առաջ, տան շինարարությունը սկսելուց առաջ, բիզնեսը սկսելուց առաջ, նստի ու հաշվի։ Տիրոջ ակնկալիքը դա է, որ դու պետք է այդպես վարվես։ Շատերը ուզում են, ինձ շատ են մոտենում ա եղել է դեպքեր, որ մոտենում են ասում են, ինչ-որ ֆինանսական խնդիրներով, ինչ-որ փոփ իմանալով, որ ես ֆինանսիստ եմ, խորհուրդ ստանալով, ու երբ որ ես խոսում եմ, ես հասկանում եմ, ոչ մի անգամ այդ մարդու կողմից կալկուլյացիա չի եղել արված։ То есть ամբողջությամբ ռիսկը վերցված է եղել առանց նախնական հաշվարկների։ Դա ճիշտ չի։ Տերը դա չի ընդունում։ Ու ինքը ակնկալում է, որ մենք պետք է անենք բոլորս հակառակը։ Ամեն։ Ամեն։ Իմաստությունը շատ պրակտիկա է, ինքը միֆական ինչ-որ մի բան չի։ Այո։ Ամեն։ Առակաց 24-րդ գրուպ 3-րդ խոսքը։ Տունը իմաստությամբ է շինվում եւ խոհեմությամբ է հաստատվում։ Տունը իմաստությամբ է շինվում։ 6-րդ կետը։ Շատ ժամանակ կարելի է նկատել, որ եկեղեցիները իրանք հիմնականում խոսում են, բայց չեն կառուցում։ Եվ որտեղ ավտանգը եւ ինչի է դա վանում բիզնես աշխարհին, որտեղ բիզնես մարդիկ եւ մարդիկ ովքեր որ գտնում են եկեղեցուց դուրս, իրանք հիմնականում կառուցողներ են, իրանք խոսացողներ չեն։ Եվ իրանք մենք, ես ինքս, մենք բոլորս, ովքեր այդ ոլորտից են, մենք ուզում ենք տեսնել իրագործում, գործողություններ եւ ավելի քիչ խոսքեր։ Եվ երբ որ լինում է հակառակը, դա բերում է հիասթափությանը եկեղեցուն։ Ամեն։ Օրինակ Հակոբոսի 2:17-ը հայտնի է, որը բոլորս գիտենք, որ հավատքը առանց գործերի ինքը մեռած է։ Ամեն։ Նեհեմիան կառուցեց 52 օրում պատերը, հա, որ եթե կարդաք Նեհեմիա 2-րդ եւ 4-րդ, 2-րդից մինչեւ 4-րդ գրուպները, եւ վերջում Հիսուսի Մատթեոս 7-րդ գրուպ 17-ից 19-ը, որ յուրաքանչյուր ծառ, եթե ինքը չի բերում պտուղ, ինքը պետք է կտրվի։ Իմ որպես մարդու բիզնես աշխարհից սա ինձ լավ է նստում է, որ puzzle կա, որ սենց էլեմենտներով դու puzzle-ը հավաքում ես։ Այս խոսքը այնքան լավ է նստում իմ գլխի puzzle-ի մեջ, որտեղ ես բիզնեսին այդպես եմ վերաբերվում։ Բաժինը կամ product-ը, որը չի բերում շահութաբերություն, հետևում եմ շատ վсё վերում, միանգամից կտրում դուս ենք անում։ Գնում ենք կրճատումների։ Ու երբ որ Հիսուսն է դա ասում, իմ համար դա միանգամից հասկանալի է։ Ու դուք հիմա երբ որ ինձնից դա լսում եք, դուք պատկերացնում եք, չէ՞ որ Աստվածաշունչն է նման ձևով ինքը տալիս է պատասխանը բիզնես աշխարհին, թե ոնց պետք է վերաբերվել։ Ինքը ոչ միայն դա ասում է հոգևորին, հա, որ դու պետք է տաս պտուղ։ Ես հավատացած եմ, որ դա նաև վերաբերում է ձեռնարկատիրությանը։ Քո ոչ միայն օրինակ այստեղ կարող է մարդ նստած, որը դու ընդհանրապես գնում ես աշխատանքի, դու աշխատում ես բիոլոգ, որակի բաժնում, ես չգիտեմ, ինչ մասնագիտություններ այստեղ կան հիմա։ Բժիշկ, մարքետոլոգ, դու պետք է տաս պտուղ, որ երբ որ գնում ես աշխատանքի, դու չես կարող վատնես միայն աշխատավարձ։ Վաղ թե ուշ քեզ հանելու են գործից, եթե դու դա չանես։ Ամեն օր, երբ որ դու դուրս ես գալի աշխատանքի, եւ երբ դուրս ես մտնում ես գործի, ժամ 8-ին, 9-ին, դուրս ես գալի ժամը 5-ին, 6-ին, ինչ-որ մի բան փորձի փոխացնել մեր քո ընկերության կյանքում։ Ստեղծի հավելյալ արդյունք,
Մենք դա այդպես ենք անվանում։ Դա ակնկալիք է նաև Տիրոջից, մեր նկատմամբ։ Շատ ժամանակ եկեղեցին ինքը չի խոսում այն լեզվով, որը խոսում է բիզնես աշխարհը։ Ինչ լեզվով է խոսում բիզնես աշխարհը։ Մենք օրինակ, ձեզ բերեմ օրինակ, երբ որ դու գնում ես աշխատանք եւ դու հաշվապահ ես, հա։ Ակնկալիքները հաշվապահից ինչպիսին են, դու ունենում ես օրվա ընթացքում ինվոյսների քանակ, այդ ինվոյսները պետք է անցկացնես այդ ծրագրում, ածինես կապ չունի։ Եվ քեզից ակնկալում են օրինակ, օրը գոնե 25-ից մինչև 30 ինվոյս դու պետք է անցկացնես։ Եվ գլխավոր հաշվապահը կամ ֆինանսական տնօրենի ակնկալիքը քեզանից դա է, ինքը չափելի միավոր է։ 25-ից 30, հա, ինվոյս օրեկան։ Հիմա դուք հասկանաք ուր եմ ես ստանում։ Երբ որ ես իմ տեսակի մարդ է եւ դու գալիս ես օրինակ դու այդպիսի միջավայրում ես աշխատում, դու գալիս ես եկեղեցի եւ դու նկատում ես, որ նպատակները եկեղեցու իրանք չափելի չեն։ Դու չգիտես ուր է գնում եկեղեցի։ Ինչ չափելի ձևով ինքը գնահատում է իր պրոգրեսը։ Չգիտեմ, վերենք պայմանական ասենք, օրինակ մենք կերակրելու ենք 100-ից 150 անտուն մարդկանց։ Եվ որ եկեղեցին սկսում է օգտագործել նման լեզուն, ինքը դառնում է միանգամից հասկանալի մարդկանց, որոնք որ այս դաշտում են։ Եվ որ դու ասում ես մենք ուղղակի կերակրելու ենք անտուն մարդկանց, դա այլ է։ Եվ որ դու ասում ես մենք կերակրելու ենք 100-ից 150 եւ մեզ դրա համար անհրաժեշտ է 5 միլիոն 500 հազար դրամ։ Ես հեշտացրեցի, չէ՞ ձեր կյանքը։ Միանգամից բաժանում եք 150-ի վրա եւ դուք հասկանում եք մեր մեկ անունի համար անձի ինչպիսի բյուջետ է պետք։ Եվ դու մտածում ես, դու կարող եմ ես կմասնակցեմ, չեմ մասնակցի։ Ես կտամ 30%-ը, 50%-ը։ Մանավանդ ժամանակներից եթե դրվում է, չկա ժամանակներ։ Այո, ամեն։ Աստվածաշնչային օրինակները, որոնք որ շատ հստակ խոսում են, որ Աստծո մոդելը այդպես աշխատում, ինքը կարգ ու կանոնի Աստված է։ Առաջի Կորինթացիս 14:40 ամեն բան վայելուչ կերպով եւ կարգով թող լինի։ Այո, 14:40-ը։ Պլանավորումը ինքը շատ կարևոր է, առակաց, իմ ամենասիրած, գիտեք, քանի գլուխ ունի առակացը։ 30։ Դա է ամիս կարաս։ Իմ խորհուրդն է ձեզ, իմ ամենասիրած գլուխն է։ Ինքը պլյուս մինուս ամիսների օրերի քանակն է, չէ՞։ Օրվա ընթացքում 30 կամ կներեք, ամսվա մեջ 30 կամ 31 օր է։ Օրը գոնե մի գլուխ առակացից կարդացեք, ու այդպես անդադ պատտվեք։ Դուք իմ ամեն օրվա մեջ կա ես 3 գլուխ մոտավորապես կարդում եմ։ Ամեն օրվա մեջ կա առակացի մի գլուխ, ու ես անդադ առակացի մեջ այդպես պատտվում եմ։ Ինքը հրաշալի գիրք է։ 21:5 խոսքը։ Աշխատասերի մտադրություններն իրապես դեպի առատություն են տանում, բայց ամեն շտապով միայն դեպի կարիք է հասնում։ Հովհաննես 15:8 խոսքը։ Տեսեք, հենց Հիսուսի խոսքերն են, հա, որ ինքը հստակ ձևակերպում է տալի շոշափելի կամ գնահատելի քանակային, թե ինչ ակնկալիքներ կա իր աշակերտներից։ Եկեք միասին կարդանք Հովհաննես 15:8 Իմ հայրը այն դեպքում կփառավորի, երբ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինեք, շատ պտուղ տաք։ Երբ որ մենք խոսում ենք արքայության լեզվով, արքայությունը ունի մետրիկաներ, դա փրկված շունչ, վերականգնված ընտանիքներ, տրանսֆորմացված քաղաք։ Հիշում եք, չէ՞, դա ինչի մասին էր։ Երբ որ մենք անդրադառնում ենք, որ շատ ժամանակ եկեղեցին ինքը չի խոսում այն լեզվով, որով խոսում է, բարձրում որ խոսում է, Աստվածաշունչը խոսում է բիզնեսի լեզվով, ինքը ունի մետրիկաներ։
նույն ձևով, ինչպես որ աշխատում է բիզնես աշխարհը։ Եվ վերջին կետը, որը իմ համար ամենացավալի կետերից մեկն է, ու ես մտածում էի, այդպես ավելացնեմ, չավելացնեմ, եւ ինչը կարող վանի, ոչ միայն կարծիքով բիզնես ոլորտի կամ աշխարհում աշխատող մարդուն եկեղեցուց, այլ կարծիքով յուրաքանչյուրին, եւ որ եկեղեցի սկսում անենք մամել աշխարհին։ Դու երևի մենք բոլորս երբ որ գալիս ենք եկեղեցի, մեր ակնկալիքն է, որ եկեղեցին կանգնած լինի մի արժեքային համակարգի վրա, որը տարբերվում է աշխարհից։ Եվ ոչ մի դեպքում եկեղեցին չպետք է կրկնօրինակի կամ լինի կոպիա աշխարհի։ Մատթեոս 5-րդ գլուխ 13-րդ խոսքը։ Սա այն դեպքերից է, երբ որ աղը, երբ որ Հիսուսն ասում, երբ որ աղը կորցնում է աղի լինելը։ Հռոմեացիս 12-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Հայաստանի եկեղեցիները ինձ մի քիչ դժվար է կարող են ավելի ճիշտ գնահատական կտա, ես կարող եմ ասել արևմուտքի եկեղեցիներում, դա բավականին մեծ խնդիր է։ Ես եղել եմ եկեղեցի, երբ որ մտել եմ եկեղեցի, ես չեմ կարողացել հասկանալ, դա Ջասթին Բիբերի համերգն է, թե եկեղեցի էի մտել։ Անկեղծ եմ ձեզ ասում, չէի կարող տարբերակել։ Այնպիսի շոու էի ես տեսնում այնտեղ, նույնիսկ եմ պարը տակից, դու կայնացած մեկ է պարը տակից դուրս գալի։ Ես թե նման ծառայությունների ես եղել եմ։ Ու դա ցավալի է։ Ու եկեղեցիների հովիվները, երբ որ գնում են նման քայլեր, իրանց թվում է, որ դա գրավիչ է։ Բայց դա դեռ հակառակ էֆեկտ է տալի նմանավան են մարդկանց համար, որոնք երբ գալիս են եկեղեցի, ակնկալում են, որ տեսնելու են, թե ինչի համար է կանգնած եկեղեցին, եկեղեցին պետք է կայնստել լինի Տիրոջ խոսքի եւ իր արժեքային համակարգի, ես ասած չէ, արժեքային համակարգի վրա։ Ես կուզենայի այդ Հռոմեացիս 12-2-ը իրար հետ կապտան։ Եթե ինչ-որ մեկը բացել է, ես մինչև գտնում եմ հայրեն, տանջում եմ, կգարտար բարձր։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք գտնեք Աստծո կամքը, թե բարի ուշադրություն կատարեք։ Ամեն։ Մի նմանվեք այս աշխարհին։ Մի եկեղեցի չի ակնկալվում, որ պետք է նմանվի այս աշխարհին։ Դա մեծ գայթակղություն է, ես գիտեմ։ Ես չգիտեմ, եթե ես լինեի հովիվ, իմ կարծիքով դա ամենամեծ գայթակղություններից մեկը կլիներ իմ համար, որ եկեղեցին դարձնեի ավելի ընթերնելի ու ավելի նման աշխարհին, որ կարողանամ ձգել աշխարհը։ Բայց ինքը միշտ ունենալու է հակառակ էֆեկտ։ Եվ վերջի խոսքը սրբությունը ինքը գրավիչ է։ Առաջի Պետրոս առաջի գլուխ 16-րդ խոսքը։ Եղեք սուրբ, որտեղ ես եմ սուրբ։ Որպեսզի դու ունենաս ազդեցություն, որպես եկեղեցի աշխարհի վրա եւ բիզնես ոլորտի վրա։ Առաջի Պետրոս առաջի գլուխ 16-րդ խոսքը։ Որպեսզի դու ունենաս ազդեցություն, դու պետք է տարբերվես։ Եվ եկեղեցին պետք է տարբերվի։ Եվ այդ ժամանակ ինքը լինելու է գրավիչ։ Անկախ նրանից բիզնես ոլորտը, մշակույթի ոլորտի մարդը, ինքը լինելու է գրավիչ այդ ոլորտի համար։ Ոչ թե վերցնի եւ copy-paste անի եւ բերի դա մտցնի եկեղեցին, այն կանոնները եւ այն ամեն ինչ ինչով ապրում աշխարհը։ Ավարտելուց հետո նոթբուքս փակում եմ։ Ավարտելուց առաջ ես կուզենայի ձեզ, երբ որ այս սեմինարին միջև մտնելը միջանցքում էի ու լսում էի, որոշ մարդիկ գնում գալիս են, ասում էին, սա բիզնեսի մասին է, ես դա լսում էի։ Իրականությունը այդպիսին չի։ Ես չի ուզենա տավանջատել ձեռնարկատիրությունը, բիզնեսը
այն կյանքից, որով մենք բոլորս միասին ապրում ենք։ Վերջնական արդյունքում ամենակարևորը որն է։ Վերջնական արդյունքը դա մարդու հոգու հայտնվելն է Տիրոջ ներկայության մեջ, երբ որ կվերջի անգամ իր շունչը կքաշի եւ կփակի իր աչքերը, վերջ։ Եվ անկյունը, որից ես մոտեցել եմ ու փորձել եմ ձեր հետ միասին խոսալ, դա նաեւ ինչպես դարձնել է եկեղեցին հասկանալի բիզնես ոլորտի մարդկանց համար, որ իրան չվանվի եւ այն տարանջատումը, որը կա, իսկ ինքը կա։ Ես օրինակ ես գիտեմ եւ ճանաչում եմ այդպիսի շատ խոշոր իսկ բիզնեսմենների Հայաստանում, որոնք որ դադարել են գալ եկեղեցին։ Եվ խնդիրները, որոնք ես լսում եմ, որը հարցնում եմ իրանց, թե ինչի է դա տեղի ունեցել, հազար լինելով շարունակելով լինել քրիստոնյա, ես նշել եմ այսօր։ Սկսած անազնվությունից, ավարտած նրանից, որ այլևս եկեղեցին չի խոսում այն խնդիրներից, որով իրանք ապրում են։